Արտուր Չախոյանը անցավ այդ բժշկական հետազոտությունները կհոսպիտալացվի, որովհետև բժիշկների օրդորները ըստ էության առողջական վիճակով պայմանավորված, ճիշտ է կյանքի համար ուղիղ եմ ցիտում բժիշկների խոսքը, այս պահի նախնական հետազոտություններով կյանքի համար ռեալ վտանգ չկա ըստ էության, բայց ամեն դեպքում հոսպիտալացումը պարտադիր է, նույնիսկ այդ ազատ տեղաշարժի խնդիրը այս պահին չկա, պառկած վիճակում է, խորհուրդ չտվեցին նույնիսկ քայլել։ Կհոսպիտալացվի մի քանի օր կմնա այստեղ, այս հիվանդանոցում էլ ըստ էության կմնա, այդ մասով էլ չգիտեմ ասեցին ինչ որ նյութ է տարածվել, թե լուր կա, որ Չախոյանը չի ցանկացել այս բժշկական կենտրոնում անցնել այդ հետազոտությունները, չմնալու է այստեղ, ինչ վերաբերում է իր կարգավիճակին, դե ձերբակալվածի կարգավիճակ ունի այս պահին, նեոթին հսկողություն, հա, նեոթին այսինքն հսկողությունն է իրականացվելու։ Այո, որ պալատում, որ հիվանդասենյակում, որ Չախոյանը կգտնվի, այդ հիվանդասենյակը ըստ էության ոստիկանության աշխատակիցների կողմից հսկողություն կսահմանվի այդ հիվանդասենյակի շուրջ, բայց չգիտեմ, ես անձամբ համոզում ունեմ, որ այս ապօրինությունը գոնե առնվազն այս փուլում պետքա դադարեցվի։ Ինչ քննչական կոմիտեից հայտնեցի, որ դեռ նորություն չունեն մեզ ասելու այս մասով, որտեղ այսինքն ոստիկանությունը դեռ համապատասխան փաստաթղթերը չի փոխանցել քննչական կոմիտեի հետագա քայլերը նախաձեռնելու մասով։ Դուք ինչ կասեք, ունենք 6 ձերբակալված, որոնցից մեկը Արտուր Չախոյանը, բայց այ գլխավոր մասնակից անձը Տիգրան Տեր-Մարգարյանը, թաղապետ ինքը չկա այստեղ։ Ես որքանով որ ժամանակս թույլ տալիս էր, փորձում էի այդ ինֆորմացիոն հոսքին հետևեմ, ես էլ չեմ տիրապետում այն տեղեկությանը, որ թաղապետը կամ ներկայացվել է, կամ բերման է ենթարկվել, չգիտեմ, ազատության մեջ է ոնց հասկացա ես այդ անձնավորությունը։ Հասկացա, հիմա անձը գնացել է ընդմիջման, ամենայն դեպս ինձ համար սա շատ հնարավոր է, անուշանի, շատ հնարավոր է, եթե մի մարդ ծեծ ա ուտում, մյուսն էլ հաց ա ուտում, ընդմիջում ա անում, շատ հնարավոր է այս պայմաններում, բայց իրավական առումով սա չգիտեմ, իրավական սարկազմ չի, սյուր չի, ակնհայտորեն երևում է, որ անձը ծեծի է ենթարկվում, ակնհայտորեն երևում է, որ առերևույթ տեղի է ունենում խուլիգանություն, ընդ որում ծանրացնող հանգամանքներում խուլիգանություն, անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ այդ խուլիգանությունը իրականացվում, գումարած մի խումբ անձանց կողմից է իրականացվում այդ խուլիգանությունը, եւ ելի եմ կրկնում, ինձ համար անհասկանալի է այն տրամաբանությունը, որ ոնց են կաստինգ արել ու որոշել, թե ում պետքա բերման ենթարկեն։ Ինձ համար սա անհասկանալի է։ Կաստինգ են արել։ Եթե կաստինգ են արել, սա խոսում է նրա մասին, որ հերթական քաղաքական հետապնդումն է Չախոյանի նկատմամբ ու հերթական քաղաքական պատվերն է հովանավորչության առումով թաղապետի նկատմամբ, ու վերջին հաշվով էլի եմ ասում, պետք է այս ամեն ինչը դիտարկել մեկ համատեքստում, 3 որոշակի պաշտոնյաների կողմից կատարված հայտարարությունները, այսօր այդ հայտարարություններից Տիգրան Ավինյանի մաս։ Այո, ու դրանից բխող այսօրվա գործողությունները, որոնք էլի եմ կրկնում առերևույթ քրեական օրենսգիրքի մի քանի հոդվածներով նախատեսված հանցակազմերը պարունակում են։ Այստեղ ներողություն եմ խնդրում, քննչական կոմիտեի արձագանքը, թե ոստիկանությունից իրենց նյութեր չեն փոխանցվել, ինձ համար անհասկանալի է։ Առնվազն մամուլում առկա տեսանյութ, որտեղ մի խումբ պաշտոնյա առնվազն իր աշխատակիցների հետ կլինի, թե թիմակիցների հետ կլինի, էական չէ, այլ անձանց հետ իրականացնում է խուլիգանություն։ Սա ակնհայտ է, չէ՞, սա բոլորս տեսել ենք։ Ինչի են սպասում այս դեպքում։ Բառացի ասեմ, էլի, որ թյուրիմացություն չլինի, ինձ ասացին քննչական կոմիտեից, որ դեռ չենք ստացել հաղորդումը։ Մեր հաղորդումը, մեր կողմից ներկայացված հաղորդումը ես ներկայացրել եմ երևի 2 ժամ առաջ։ Առնվազն ոստիկանությունում ներկայացրել եմ այդ հաղորդումը։ Հիմա եթե ոստիկանությունը այնքան օպերատիվ չի գործում, որ քննիչը վարույթ իրականացնող ոստիկանից տվյալ պահին վարույթ իրականացնողից անտեղյակ է, սա արդեն քննչականի եւ ոստիկանության փոխգործակցության ամուլության խնդիրն է։ Ես չգիտեմ այդ հաղորդում փոխանցելը ոնց է, որ տաքսի պետքա դնեն ուղարկեն, պոստատար աղավնի, Հիմա ասեմ, պրակտիկան հետեւյալ կերպ է, հիմա ոստիկանության բաժնի պետը, քննչական բաժնի պետը, վարչական շրջանի դատախազը, գուցե նաեւ քաղաքի կամ գլխավոր դատախազը որոշում են ինչ անեն, որովհետեւ առնվազն
հիվանդանոցից որոշակի թղթերի ակնկալիք ունեին ու սպասում էին, ինչքան որ տեղյակ եմ ու ինչքանով որ նկատեցի այդ փաստաթղթերը, թե ինչ հետազոտություններ անցավ, ինչ վնասվածքներ ա ստացել։ Եվ հիվանդանոցից եւս չէ պետք է հաղորդում ներկայացվի, եթե նմանատիպ դեպքեր Բացի այդ, դե անձ արդեն իսկ ունի, խնդիրը էս արդեն իսկ ունի այդ ձերբակալվածի Մի բան կարգավիճակը։ նկատեմ, ես նկատեցի այդտեղ քննչական կոմիտեի մեքենա եւ քննիչների, որոնք դուրս եկան հենց նոր-նորքի ոստիկանության նոր-նորքի բաժնից եւ հեռացան։ Արդյոք այդ քննիչները հենց այդ գործով են այդտեղ։ Եվ եթե այդտեղ են, թող միանգամից այդ հաղորդումը վերցնեն։ Եթե քննչականը չի տեղափոխվել, քննչական ու ոստիկանությունը նույն շենքում անդեր մի պատա, մի դուռա բաժանում։ Դատախազությունների դեպը չէ։ Կողքնել դատախազությունն է, այսինքն նոր-նորքի դատախազությունը, ոստիկանությունը, քննչականը մի շենքում է։ Այստեղ ինչ որ տաքսով ճանապարհելու խնդիր էլ չկա, էլի։ Ամբողջ կաբինետ կարող են թամել կողքի դուռն է, ու ես ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում, վստահ եղեք, որ եւ նորքի դատախազությունը եւ քննչական բաժինը առավել քան մանրամասն կերպով տեղյակ են, թե այսօր առավոտը ինչ ա եղել, թե ոստիկանության նորքի բաժնում ինչ ա կատարվել, թե Արտուր Չախոյանը հենց հիմա որտեղ է, ինչ կարգավիճակ ունի, ինչ վնասվածքներ ունի, այնպես որ ինձ թվում է զուտ փորձ է արվում հաշվի առնելով մեր քաղաքական իրավաբանությունը, հա, մեր օրյա քաղաքական իրավաբանության համատեքստում պետք է արձանագրենք, որ հիմա ուղղակի մտածում են, թե ոնց անեն, որ Չախոյանի նկատմամբ իրականացվածը ծածկադմփոց արվի, իսկ Չախոյանը դառնա կոպիտ ասած ծեծվել է, քրեականացվել է։ Հիմա Բնականաբար ես հաղորդում ներկայացրել եմ արդեն կատարված խուլիգանություն եւ Չախոյանի կողմից ստացած վնասվածքների մասով, հետամուտ լինելու են բնականաբար, միաժամանակ նաեւ ձերբակալումը մեր կողմից բողոքարկվելու է, որովհետեւ ակնհայտ ապօրինի է իրականացվել այդ ձերբակալումը, ձերբակալման հիմքը ամիջականորեն ծագած կասկածն է խուլիգանություն կատարելու։ Հիմա թեպետ իրավաբաններ չեք, բայց առաջարկում եմ այդ տեսանյութը բոլոր այն մարդիկ, ովքեր դիտել են, իրենք փորձեն հետևություն անեն։ Արդյոք Չախոյանի գործողություններում խուլիգանության տարեր կա թե ոչ։ Իդեպ վերման ենթարկելը պայմանավորված էր ծեծվելու հետ, թե որ ուզում էր ցանկություններ հայտնում որպես բնակիչ ներկա լինել այդ հանրային քննարկմանը։ Դե դա չեմ կարող ասել, ինձ թվում է վերման ենթարկել են, որպիսի մի շղարշ ստեղծեն, թե տեղի է ունեցել խուլիգանություն, այդ թվում եւ այն կողմից եւ այս կողմից, որպիսի ծածկադմփոց արվի Չախոյանի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու հարցը, որպիսի ծածկադմփոց արվի մեծ հաշվով այդ խուլիգանությունը, որը կազմակերպել է պետական պաշտոնյա, առնվազն իրականացրել է պետական պաշտոնյան եւ իր գործընկերները։ Պարոն Եփիկյան, նաեւ մի հարց, քանի որ նշեցիք ոստիկանությունը այս ընթացքում, քանի որ այստեղ գտնվի հիվանդասենյակում հսկողություն իրականացնելու, եթե ձերբակալումը չվերացվի։ Եթե չվերացվի, թույլ տալու են օրինակ հարազատներից որևէ մեկը մուտք գործի հիվանդասենյակ։ Մեծ հաշվով նայեք, ձերբակալման նույն ռեժիմն է գործում։ Ինչ որ անձը գտնվում է ԶՊՎ-ում, նույն ռեժիմն է գործում։ Այստեղ խնդիրը էլի եմ կրկնում, նրա մեջ է, որ այս ձերբակալումը առհասարակ չպետք է տեղ ունենա։ Այս ձերբակալումը պետք է վերացվի։ Այսինքն օրենքի տեսանկյունից պետք է իզոլացվի ձերբակալված անձի ցանկացած շփում այլ անձանց հետ, բացի իր պաշտպաններից։ Այսքանը։ Չէ, ներկա պահին չի։ Հիմա դեռ այսինքն մնալու է այսօր այստեղ Այո, կհոսպիտալացվի, Չախոյանի այստեղ առողջականի հետ պայմանավորված գործողությունները կավարտենք ու հավանաբար արդեն կմոտենամ ոստիկանության բաժին հասկանալու համար իրանց հետագա գործողությունները, որն է այդ թվում ձերբակալման իրավաչափության խնդիրը բարձրացնելու համար, որտեղ խորին համոզում եւ վստահություն ունեմ, որ այդ ձերբակալումը ապօրինի է, ինչպես նաեւ հասկանալու համար, թե մեր ներկայացրած հաղորդումը ինչ արդյունքներ ունեցավ, ի վերջո քրեական վարույթ նախաձեռնվում է, թե չի նախաձեռնվում։